Զովունի տանող այս ճանապարհին երկուշաբթի երեկոյան կրակոցից վիրավորված տղամարդու վիճակը ծանր է, վերակենդանացման բաժանմունքում է։ Արմենիա բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի վիրաբուժական գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը մեծ զրույցում հայտնեց, որ հրազենային վիրավորում ստացած տղամարդուն 2 անգամ արդեն վիրահատել են, փամփուշտը մտել է ոտքից, անցել որովայնի խոռոչ։ Մուտքը աշտուցախը կարող է խառնել ազդրից իջե որովայնի խոռոչ։ Կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է, քննչական կոմիտեի հաղորդմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի եւ հրազենի ապօրինի պահման առթիվ։ Կրակոցների վայրի հարևանությամբ սննդի կետի ու կրպակի աշխատողները տեսախցիկի առաջ հրաժարվեցին բառասել նախօրեի արյունալի դեպքի վերաբերյալ։ Այս տարածքի մաքրությամբ զբաղվող Հնդկաստանի քաղաքացին էլ տեղյակ չէ եղելությունից։ Չեմ տեսել, այստեղ չեմ եղել։ Կրիմինալ լրատվության մեջ մասնագիտացած Շամշյան Քոմի տեղեկությամբ արյունալի ռազմորկան սկսվել է Հոնցի եւ Նիսան մեքենաների բախումից հետո։ Հոնցիի վարորդը դուրս է եկել մեքենայից 30-40 մետրից կրակել, վիրավորել Նիսանի վարորդին, ապա ավտոմեքենան թողել ու փախել։ Զովունեցիները իրենցից մոտ 1 կիլոմետր հեռու տեղի ունեցածի մասին ոչինչ չգիտեն, ոչ կրակոցի ձայն են լսել, ոչ էլ արյունոտ դեպքի մասին։ Շապերես վերեմներն եմ մնում։ Բայց այս հատվածում է եղել։ Չեմ անում ապերես։ Ես վերեմներն եմ, զովն եմ մնում, բայց վերեմներն եմ։ Լսել եք, բայց Չէ ախպեր։ Չէ, մենք միշտ սալյուտ ենք լսում։ Նյուզեյմի տեղեկությամբ կրակողը Զովունիի բնակիչ 46-ամյա Գևորգ Զաքարյանն է, նա գյուղում հայտնի է Արմեն անունով։ Էդգար Ղուշչյան, Հերիկ Համազասպյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։